Ակառածխի սենսորը ոչ միայն զգուշացնում է հրդեհի վտանգի դեպքում, այլ նաև առաջարկում է լայն ավտոմատացման հնարավորություններ ակառա հոմ հավելվածում, որոնք թույլ են տալիս ստեղծել անհատականացված սցենարներ։ Օրինակ, միացնել լույսերը կամ անջատել օդափոխման համակարգը, անգամ եթե դուք տանը չեք։ Կարևոր նշում, եթե ցանկանում եք սարքը ավելացնել մետրով աշխատող հավելվածում, անհրաժեշտ է ակառա Zigbee Hub, որը աջակցում է համապատասխան երրորդ կողմի պլատֆորմին։ Ինչ կա տուփում։ Ծխի տվիչ, մոնտաժման հիմք, կպչուն ժապավեն, պտուտակներ, օգտագործողի ձեռնարկ։ Ինչպես տեղադրել։ Տեղադրեք մարտկոցները սարքի մեջ։ Սեղմած պահեք կոճակը 3 վայրկյանից ավելի։ Ցուցիչ լույսը կփայլատակի կարմիր, դեղին եւ կանաչ հերթականությամբ։ Կլսվի 3 ազդանշան, հաստատելով սարքի նորմալ աշխատանքը։ Հեռացրեք պաշտպանիչ թաղանթը կպչուն ժապավենից եւ ամրացրեք այն մոնտաժային հիմքին։ Ընտրեք առաստաղի հարթ, մաքուր եւ չոր կենտրոնական կետ։ Հեռացրեք երկրորդ շերտի թաղանթը եւ ամրացրեք հիմքը 30 վայրկյան սեղմած պահելով։ Խորհուրդ է տրվում թողնել այն տեղում 24 ժամ, մինչև սենսորի տեղադրումը։ Տեղադրման այլընտրանքային տարբերակ։ Կարող եք օգտագործել տուփում առկա պտուտակները հիմքը առաստաղին ամրացնելու համար։ Դրանից հետո համալրեք եռանկյունաձև նշանները սենսորի եւ մոնտաժման հիմքի վրա, պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ ամրացնելու համար։ Ուշադրություն, սարքի սխալ տեղադրումը կամ սխալ վայրում տեղադրումը կարող է հանգեցնել սխալահազանգների կամ անարդյունավետ աշխատանքի։ Խորհուրդ է տրվում կարդալ օգտագործողի ձեռնարկը լրացուցիչ մանրամասների համար։ Ինչպես ավելացնել սարքը հավելվածում։ Քայլ առաջին։ Համոզվեք, որ ձեր ակառահաշվում ակտիվ է Zigbee Hub-ը։ Քայլ 2. Ներբեռնեք ակառահոմ հավելվածի վերջին տարբերակը եւ բացեք այն։ Քայլ 3. Տան գլխավոր էջի վերևի աջ անկյունում սեղմեք գումարման նշանը։ Քայլ 4. Ընտրեք ծխի սենսորը ցուցակից եւ հետևեք ցուցումներին սարքը ավելացնելու համար։ Մետր աջակցություն։ Այս սարքը աջակցում է նաեւ Meter over Bridge միացումներ երկրորդ կողմի էկոհամակարգերի հետ, օրինակ Home Assistant։ Այս դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի մետրին համատեղելի կառավարման սարք, ակառահաբ, որն աշխատում է որպես Meter Bridge։ Այլ միացումներ։ Կարող եք սարքը ինտեգրել նաև HomeKit կամ Connect to Ecosystems տարբերակներով ձեր պրոֆիլի էջից։ Կարգավորումներ եւ ավտոմատացումներ։ Լավագույն արդյունքի համար առաջարկվում է ստեղծել ավտոմատացումներ։ Օրինակ, եթե սենսորը հայտնաբերում է ծուխ, միացնում է բոլոր ազդանշանային համակարգերը, միացնում է բոլոր լույսերը առավելագույն պայծառությամբ, ուղարկում է հրատապծանուցում ձեր հեռախոսին։ Այսպես բարձրանում է տան անվտանգության մակարդակը։ Մարտկոցի փոխարինում։ Սարքի էներգիայի մակարդակի նվազման դեպքում նշված է հավելվածում։ Կատարեք հետևյալը։ Քայլ առաջին. Պտտեք սարքը հակառակ ժամացույցի սլաքի ուղղությամբ հանելու համար։ Հեռացրեք հին մարտկոցը։ Կարելի է օգտագործել պտուտակահան։ Քայլ 3. Տեղադրեք նոր CR17450 տեսակի մարտկոց։ Քայլ 4. Սեղմած պահեք մարտկոցի կոճակը 3 վայրկյանից ավելի, համոզվելու համար, որ ցուցիչը փայլում է կարմիր, դեղին եւ կանաչ լույսերով։ Լսվում է 3 ձայնային ազդանշան։ Քայլ 5. Համապատասխանեցրեք եռանկյունու նշանները եւ պտտեք ժամացույցի ուղղությամբ ամրացնելու համար։ Aqara, continuous connection.